Այո, Նիկոլը զարմանալու տեղ իրականում ունի։ Այս դժողքի մեջ ժողովրդին գցելուց հետո դեռ պաշտոնի է։ Ես էլ եմ զարմանում։ Ու հիմա ասում է, երկրի համար պատմական հնարավորություն են 2026 թվականի ընտրությունները։ Այդտեղ էլ է ախր սխալ ասում։ Երկրի համար չեն հնարավորություն, պատմական հնարավորություն կարող են լինել իր համար, եթե ընտրվի։ Կշարունակեն անխնա թալանը, կշարունակեն կոռուպցիան, բեսպրեդելը, անպատիժ մնալը։ Իրենց ընտրվելը պատմական հնարավորություն կլինի Ալիևի համար, ստանալու այն, ինչ չի հասցրել ստանալ Նիկոլի կառավարման 2 ժամկետներում։ Գերմանիայում մասնակցում է քննարկման, որին մասնակցում են տարբեր երկրի ներկայացուցիչներ, ու խոսում է այն մասին, թե հայերի արժեհամակարգի էպիկենտրոնը ախտահարված է, եկեղեցին թափանցիկ չէ։ Դա ասում է Հայաստան ղեկավարողը մի լսարանի առաջ, որոնք օտար երկրացիներ են, այդ թվում ադրբեջանցի։ Ասում է մեր եկեղեցին թափանցիկ չէ, նրա բարևարկությունը եւ այլն եւ այլն։ Դե հիմա ինձ համոզեք, թե սա հայ ժողովրդի շահերից է բողոքվում օտարերկրացիների մոտ մեր եկեղեցուց։ Եվրամիության անդամ երկրներում հերթական անգամ նրա ասելիքի իմաստը ըստիս այն էր, թե եթե ուզում եք մնամ եւ շարունակեմ կատարել բոլորիդ պահանջները, թե թուրքերի, թե ադրբեջանցիների, թե արևմուտքի, ուրեմն օգնեք ընտրվեմ, որովհետեւ ձեր այդ բոլորի պահանջների կատարման համար պատմական պահ է։